Հիացել է Հայաստանի վարչապետը Էստոնիայի մայրաքաղաք Տալինի կոկիկությամբ։ Facebook-ում ակնարկել, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը կոկիկ ու խնամված չէ քաղաքացիների մեղքով։ Կառուցող նորոգողի հետևից ջարդող փչացնողի խիստ պակաս կա, բառից բուն իմաստով դեֆիցիտ։ Ըստ վարչապետի ակնարկների Հայաստանում ոչ միայն ջարդող, փչացնող են, այլև հավաքողի հետևից աղտոտող։ Վայ դե հիմա ուզում եք, որ ես շատ կոպիտ բան ասեմ, խոզը ինքն է։ Եթե ինքը խոզ չունի, ոչ մեկը խոզ չի լինի։ Համաձայն են Հայաստանի հպարտից հերոս հարկատու դարձած քաղաքացիները։ Բոլորը չէ, որ ապրում են աղբի տեղը աղբամանն է կարգախոսով։ Ինչ ուտում են, շպրտում են։ Բայց աշխարհի բոլոր երկրներում կան աղտոտողներ։ Պետության գործը նրանց ձեռքը բռնելն է։ Տեղում հեստուկ անել, ամենաճիշտ բանը։ Պետության գործը աղբահանության լավ համակարգ ունենալն է։ Իրենք կարծեմ շուտ լինում են նաև Բրյուսելում, թող մի հատ տեսնեն երեկոներ ինչա կատարվում Բրյուսելում, բայց երբ որ առավոտյան նորից դուրս ես գալիս փողոց, տեսնում ես, որ նորից այո մաքրվել է։ Իսկ Հայաստանի սրտում, Երևանում մաքրում են, բայց վայ այդ մաքրելուն, նկատում է ընդդիմադիր պատգամավորը, հաստատում քաղաքացին։ Որտեվ ես տեսնում եմ, ավելի գծում են, քաշում են, լրիվ մնում է կեղտոտ։ Մաքուր չեն մաքրում։ Հետո մի բան էլ ասեմ, մեր փողոցը Մամիկոնյանցի վրա 2 կիլոմետր կարող ես գնաս, մի հատ աղբաման չկա։ Եվ նստարաններ կան։ Նստարանի կողք մարդը կարող է ինչ-որ մի բան ուտի ու չիմանա ինչ անի։ Ծխախոտները բոլորը գցած է կողքը։ Պետք է ամեն ինչ սկսվի վերևից։ Թող վերևից սկսեն, որպեսզի օրինակ ծառայեն մնացածներին։ Էստոնիայի մայրաքաղաք Տալինը քաղաքապետ չունի, որի հայրը ամեն համբալ է անվանում մարդկանց։ Չեմ մեկնաբանելու։ Բայց որդի Ավինյանը շարունակում է պաշտոնավարել անգամ կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախվելուց հետո, ասում են մարդիկ։ Հիշեցնում Տիգրան Ավինյանի ղեկավարման օրոք անիվ հիմնադրամից մոտ $2.5 միլիոն է փոխանցվել նրա համադասարանցու ընկերությանը։ Միացյալ Նահանգներ գերկոմֆորտ պայմաններում մեկնելու համար Երևանի քաղաքապետը 7.650.000 դրամանոց տոմս էր գնել պետբյուջեի միջոցներով։ Այստեղ տիկին եմ ասում։ Հարգելի է չեմ կարում, Ավինյան, ինչ ես արել, այդ 20 միլիոնը ոնց զղկդվար թռար մի օրում, 20 միլիոն դոլար զենք առնեիք Թուրքի Ալիևի Էրդողանի բերանը փակեիք և ոչ թե թռնես Ամերիկա քիթդ քաշեց։ Երևանցի այս կնոջը շատ է զայրացրել իր խոսքով թիմում Ավինյան, անձնական կյանքում Աննա Հակոբյան ունեցող Փաշինյանի գրառումը մաքուր ու կոկիկ լինելու մասին։ Իրա գլուխը մի հատ մաքրի, մի քիչ դեղ քիչ խմի, իրա կնգան առնի, որ բոթասներով Ֆրանսիայի նախագահին է ընդունում կնոջը։ Ամենևին չափազանցված չէ մարդկանց զայրույթը, ասում է ընդդիմադիր պատգամավորը։ Հացի խնդիր ունեցող հասարակությանը չեն կարող ասել աղբաման ունենալու համար կռիվ տուր, բակդ զարդարիր։ Հայաստանում սոցիալական խնդիրները օր-օրի են սրվում, գեղագիտորեն ապրելը հետին պլան թողնելով։ Հացի խնդիր ունեցող աշխատող աղքատը, ծայրահեղ աղքատը ինչ անի, թիթեռ նկարի Երևան քաղաքի քաղաքապետի համար, ասենք օրինի բուն, ծաղիկ տնկի, ասենք սոված փորին, թե գնա ասենք փորձի իր մի կտոր հացը վաստակի։ Տալինն իր տունը համարող էստոնացու օրինակը բերելուց առաջ, ըստ Ավետիսյանի, Փաշինյանն ինքն իր համար նախ եւ առաջ պետք է հստակեցներ։ Իրենք, իշխանականները, Երևանն իրենց տունը համարում են։ Եթե այո, նշանակում է այդ տունն ուղղակի քանդում են։ Մի քանի կաթիլ անձրևից հետո այդ Երևանի փողոցներում տեսնում ենք ինչա կատարվում։ Շինարարական աշխատանքները պատշաճ չեն վերահսկվում եւ այդ փոշին բարձրանում է ամենուր։ Ասֆալտն են քանդում, փռում, էլի քանդում, էլի փռում, փողեր լվալով։ Նկատում են մարդիկ, որոնց համար արդեն նույնիսկ ծիծաղելի են Փաշինյանի քաղաքացիների խոսքով շառ ու շուռ անելու, պատասխանատվությունից իբր պլստալու փորձերը։ Ինչ ասես կասի կանել ենքան որ մարդկությունը ավելի մեծ չարիք, քան ծխախոտն է չի ստեղծել իր համար։ Հայ ժողովուրդը ավելի մեծ չարիք, քան Նիկոլն է չստեղծեց իր համար։ Երկուսից էլ դժվար է ազատվում ժողովուրդը։ Արփիս Քեսյան, Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Նորայր Շարբաթյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։